Յոգա ուղեղի համար։ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու։ Լսել, մտածել, գիտակցել ու հասկանալ։ Յոգա ուղեղի համար։ Ռաֆայել Մնացականյանի հեղինակային ծրագիրը ամեն ուրբաթ առավոտյան 8:08-ին։ Յոգա ուղեղի համար։ Ինչ բարեկամներ, ողջույն բոլորին, բարի օր, բարի երեկո, բարդ օրեր ենք ապրում ընկերներ, բավականին բարդ օրեր, այսօր ուրբաթ է 27 հունիսի և երեկոյան 7:15 րոպե Երևանում, առավոտյան 8:15 րոպե Լոս Անջելեսում և ձայնիցս արդեն շատերը կռահում են, որ մի բան պատահել է։ Ըստ այմ շատերը գիտեն, ընկերներ, ինչ օր ենք այսօր ունեցել, դեռ շարունակում ենք ունենալ լուրջ բախումներ ԱԱԾ, եկեղեցի, Փաշինյան, կաթողիկոս, Աջապահյան, ընդդիմադիրներին սպասարկող լրատվականներ, մի խոսքով 4 բոլորը, մի հատ խայտառակ վիճակ, բայց այս իրավիճակում փորձենք հասկանալ ինչ է կատարվել այսօր Երևանում քանիցս անջատել են Երևանի լույսերը, պատկերացնեք քաղաք ենք խոսում, անվտանգություն ենք խոսում, ազգային անվտանգություն եւ այլն, հոսանքազրկել են, ինտերնետ չունենք այսօր հիմա 25 րոպեից մեզ մոտ եթեր պիտի լինի լրատվական թողարկումը, ես 2 րոպե առաջ հազիվ 3 ժամ փոքր կես գիգաբայթանց ֆայլ չեն կարող ուղարկենք, այսենց անջատել են մեզ, սա տերորիզմ է, սա ահաբեկչություն է պետության դեմ, ովքեր են, ինչ են, ոնց են, ես չգիտեմ, ես փաստեր չունեմ ձեռքից տակ, մի բան էլ ասեմ, կասես զրպարտում է, բան գործ չունեմ, տեղից այսօր մի հատ այլանդակ իրավիճակի մեջ ենք հայտնվել, բայց ինչ որ մի բան այն չի ու սա չի կարող այսպես շարունակվել, դա հաստատ։ Դա ես հաստատ եմ ասում։ Հիմա ես կիսվում եմ հրապարակումներով իմեջում, կիսվեք նաև դուք հարգելի բարեկամներ, մեր ուրեմն այս թողարկմամբ եւ ոչ միայն, եւ տեսնենք թե ուր ենք հասել եւ ինչու է այսպես բարդ իրավիճակ։ Այսպիսով սկսենք երևի ամենասկզբից, երևի ամենասկզբից խոսենք, որ առավոտյան երևի քանիսն էր աստված իմ, առավոտյան 4-ներ, 5-ներ, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ասեցին, որ ԱԱԾ-ն գնալու է իբր Շիրակի թեմի առաջնորդարան եւ Աջապահյանին իբր բերման պիտի ենթարկեն։ Okay, սկզբից դա եղավ։ Հիմա նախ հարց եմ տալի ես ազգային անվտանգության ծառայությանը։ Հիմա մեզ Լոս Անջելեսում են դիտում, լսում ենք Լոս Անջելեսի մեդիա ենք, բայց համահայկական ենք մեզ ուզում զգանք։ Հիմա ես հարց եմ տալի Լոս Անջելեսում ապրող իմ եղբայրներ, քույրեր։ Մենք զաղը 13 տարի ես եմ ապրել։ Եթե ԱԱԾ-ն, FBI-ը կամ CIA-ը ով է այդ, եթե ինչ-որ մեկին պետական ռազմական հեղաշրջման մեջ է մեղադրում, դու գիտեք, չէ՞ ոնց է գալի տանում։ Մենք տեսել ենք, ես օրինակ մի քանի անգամ տեսել եմ դիմացից հարևանը Փարքասում մի քանի քաղաքներում եմ ապրել, այդ ուղաթիռներով, վարդիկով, այդ մարդը ռուսիկ չէր կարող հակներ, կներեք մանրամասների համար։ Այդ այնց հավաքում տանում են, մի անգամից Սպեցնազը դուրը ջարդում մտնում ու տանում է, վերջ, աչքդ չես հասցնի, շներով, գելերով, ընձուղներով ու բեգեմոնտներով։ Էս ինչ եք դուք սարքե, էս ինչ էր այսօրվա այդ տեսարանը։ Այսինքն դու ինչ ԱԱԾ ես, եթե ընդդիմադդմիկների ներկայացուցիչները ավելի շուտ գիտեն, որ գալու են, գնացել են արդեն դե պատ են շարել, արդեն ընդդիմությամբ, ժողովրդով արդեն հավաքվել են, դու այդ ինչ կառույց ես դու։ Հարց եմ տալի, այսօր բան են անում, այսօր սպառնալիքներ են անում։ Ամբողջ Facebook-ը սա սպառնալիք է գրած։ Սկրինշոթներ եմ ուղարկելու համապատասխան ատյաններին։ Բա դու այդ ինչ կառույց ես, որ պետության հեղաշրջման մեջ ես մեղադրում, ազնիվա, չազնիվա, այդ ուրիշ հարց է, բայց գնացել են արդեն պատ են շարել, մի անգամից դա պիտի լիներ։ Եվ արդյունքում տեսակ ինչ շոուն ստացված է։ Ինչպես ասում էր հայտնի գործիչը, show must go on։ Եվ խնդրեմ, show must go on, շարունակվում է շոուն։ Ես հիմա
Նաև հակառակ կողմին եմ լուրջ մեղադրանքներ ներկայացնում, հոգևոր, դաս այդ միատահավոր բանը։ Ինչ էին անում իրանք։ Ամեն ինչ անում էին, որպեսզի իրավիճակը ավելի թեժանա։ ԱԱՑ-ն ասում եմ, անելու բան չարեց, այդպես չի լինում, հա, որ բանում ես ասելու մի անգամից գիշերը քնի մեջ, երազի մեջ հուվ հավաքում տանում են։ Տենց է նորմալ երկրի ԱԱՑ-ն պետական մասշտաբի հանցագործ են մեղադրում, ասում ռազմական հեղաշրջում գնացել են, տեղ միատել են բանի Կովկասի գերուի մեջի շուրիկի էշով գնայիք, ավելի լավ կլիներ, տարամ, տենց գնայիք, ավելի հեշտ կլիներ։ Ձեռառնելիք է մի հատ։ Այդ մի կողմ, բա եկեղեցու արածը, դա вообще ուրիշ մի հատ պատմություն է։ Հնչեցնում են զանգերը, Սարդարապատն է էլի։ Հնչեցնում են զանգերը Երևանում եւս բանի Էջմիածնի զանգերը եւ այլն 4 բոլորը, այս վիճակը իբր տեսեք, թուրքը վրա է տալի, որովհետեւ գիտեք, այդ ասոցիացիան է լինում մարդկանց մոտ, ու այդ ամբողջ ժողովրդից մեկը մի հոգի, մի հատ ազնիվ հոգեվորական լիներ, ասեր, բայց մի րոպե, սա եկեղեցու դեմ չի։ Սա մի քանի հոգու դեմ է, որոնք փաստացի խախտել են, ոնց է կոչվում, ես այդ ամեն ինչից շատ հեռու մարդ եմ, ուխտ են ասում, ընձուխտ են ասում, այդ ինչ որ երթում են տվել։ Դրանք են խախտել։ Մեկը թորների տերը արդեն Աստված պահի, ես ասում եմ, հայ ժողովրդին շատ զավակներ են պետք, մանավանդ հարուստ ընտանիքներ, թող շատ ունենան։ Ես դեմ չեմ։ Ընդհանրապես, եթե այդ օրենքները հանած լինեին, բան, թող հազարատ կնիկ ունենա, ինչ վատա որ։ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում մարդու անկողին ու անձնական կյանքը, բայց եթե փաստեր կա, որ չպիտի ունենային եւ ասում են, որ չունեն, բայց պարզվում է, որ ունեն, դա խաղի կանոնները լրիվ փոխում է խաղի կանոնները եւ ամբողջ ռուսական մեդիան, հայկական ընդդիմության մեդիաները, սպասարկող ֆեյքերը, ստեղ քֆուր քյաֆար գրողները եւ մնացած բոլոր այդ սպասարկուները, որ հոգի չունեն, հայրենիք չունեն, լեզու չունեն, ոչ մի բան չունեն, բացարձակ։ Մեկը դուրս չեկավ չասեց, որ սա եկեղեցու դեմ չի, սա մի քանի հոգու դեմ է, ովքեր այդ կանոնները, որ ես չգիտեմ էլի եմ ասում, խախտել են։ Անկամ այդ մարդիկ ու մեղադրում են, իրանք չեն խոստովանում դա, այդ ամբողջ խնդիրը։ Եվ սա շատ լուրջ մի հատ կոնֆլիկտ է ծնել, որը հանգեցնում է բախման, որը ոչ մի լավ տեղ չի տանելու, ոչ մի ես ասում եմ իշխանությանը, ես ասում եմ ընդդիմությանը, ես ասում եմ հոգևոր դասին։ Սա ոչ մի լավ տեղ չի տանելու։ Եվ եթե մեղադրանքներ են հնչել տարբեր ատյաններից, եթե նորմալ երկիր լինեինք, հոգևոր դասն էլ իրոք ազնիվ լիներ, իշխանությունն էլ նպատակասլաց լիներ ու ինքներ իր նկարտումներում ազնիվ լիներ եւ գիտակ, կլիներ հետեւյալը, մեղադրանքները կընչեն Աճապայանին, հարց ունեք։ Կեթարացը կասեր ինչ հարց, մի հատ դուք ինչ հարց պիտի տաք, ես իմ համար իմ հոգևոր կյանքով ապրող մարդ եմ, ես իմ հոտը, իմ պատերը, իմ եկեղեցին, ինչ հարց պիտի ունենաք։ Բայց չէ, Դա ոնց կլինի տենց բան, որտեղ ամեն մեկը այնքան թաքցնելու բան ունի, գնանք Էջմիածին, թաքնվենք, ոտը կախկցենք, զանգերը հնչեցնենք, ամբողջ Երևանի լույսերը այսօր տարան, դուք տեղյակ եք։ Այդ երկիր չկա, հասկանում ես, այդ ամենը քրեա օլիգարխիկ, այդ ամբողջ համակարգը այնքան է կեղեքած, լույսերդ կանջատենք վրեդ, այսպես վիճակը, ինտերնետ չկար այսօր։ Էլի եմ ասում, մենք այսօր Լոս Անջելես միացումը տնից եմ արել դվիժոկով սալյարկի հոտի տակ, էսա իրականությունը, եւ դրա համար այսօրվա եթերը նույն այդ բանի արտացոլանքն է։ Սա խայտարակությունն է, բառացիորեն, երկու ստեկ։ Եվ սա ոչ մի լավ տեղ չի տանելու։ Ես պատմության հետ եմ աշխատում, միշտ եմ ասում, եկեղեցի եւ իշխանություն բախումը տարել է պետության կործանման եւ եկեղեցու հաղթանակի, որովհետեւ մենք միշտ ունեցել ենք եկեղեցի, բայց պետություն չենք ունեցել։ Մենք միշտ ունեցել ենք կաթողիկոս, բայց թագավոր չենք ունեցել։ Եվ սա է մեր ամբողջ ողբերգությունը, որ մենք կարանք ունենանք եկեղեցի, ծխական դպրոց, վարժարան եկեղեցունքից, բայց պետություն չենք ունեցել։ Ապրել ենք օրինակ Բյուզանդիայում, բայց ունեցել ենք մեր հոգևոր հայրիկը, կողքը մայրիկը։ Ունեցել ենք, ասենք, Օսմանյան կայսրություն, եղել է կաթողիկոս, կողք եղել է դպրոց, լավից վատից, կեսից չփխել են, կեսին սպանել են, կեսը փախել է, այդպես բան։ Եղել է ռուսական կայսրություն, եղել է էլի հոգևոր հայրիկ, պայքար է եղել, դպրոց է եղել, ինչ որ մի բան ստացել են, էլի բան։ Հիմա էլ է նույն բանը։ Այսինքն մենք միշտ ունեցել ենք հոգևոր տաճար,
Ազնիվ լիքը հոգևորականներով։ Խոնարհումը, ստեղ Խրիմյան հայրիկնա, Ներսես Շտորալինա, չգիտեմ, 1000 հոգի, Գևորգ 5-րդ կաթողիկոսնա, շատ լուրջ մարդիկ, Վազգեն Վեհափարնա, ես էլի ինչից ես շատ գլուխ չեմ անում, ես չեմ մտնում, իրապես կարծում եմ հոգևոր դասը պիտի հոգևորով զբաղվի, իրանց գործը, իրանց ինչ են անում, ում հետ են քնե, խի են քնե, չեն քնե, երեխա ունեն, չունեն, մոմը ոնց է, այդ պիտի չհետաքրքրի։ Դրա համար, եթե ինչ-որ մեկը ազնիվ է այս ամբողջ պայքարի մեջ, ինքը պիտի ասի, որ սա եկեղեցու դեմ պայքար չէ, որ օրինակ Գրիգոր Լուսավորչի այսօր Երևանում Սուրբ Աննայի, ընդելի բանի Մասիվի, Սուրբ Սարգիսի եւ մնացած եկեղեցիները այսօր որ զանգերը հնչեցնում էիք, այդ ինչ էր։ Այսինքն ինչ էր, բան թուրքը վրա է տվել, փրկեք, այսինքն սարդարապատ էր։ Այդ մեկն ու մեկը, այն որ հավաքվել էին ԱԱԾ-ի դեմ, դրանցից մեկը մի քիչ ունենար տղամարդկություն ասեմ, պատիվ ունեմից է, պատիվ, եթե ունենար ու ասեր, բայց մի րոպե, իրապես, սա երևի 3 հոգու դեմ է, 4 հոգու դեմ է այս ամբողջ կռիվը, եւ եկեք հարց տանք այդ մարդկանց, ինչու է ձեր դեմ, ինչ է կարել, որ ձեր դեմ է, չեն ասում։ Դրա համար, էլի, կանխատեսումներ անելու ժամանակը վաղուց անցել է, բայց ես գիտեմ, հաղթելու է հոգևորը, որովհետև պատմության մեջ հաղթել է հոգևորը։ Հաղթելու է հոգևորը։ Հոգևոր չի նշանակում բարի, իշխանություն էլ չի նշանակում բարի, բայց ես գիտեմ մի բան, որտեղ որ Աստծո գաղափարներ, սուրբ գրություն եւ այլն, դա միշտ հաղթելու է, որովհետև իրանք միշտ ունեն այդ carte blanche են ասում, այդ carte blanche-ը միշտ կա։ Եվ մենք այս վիճակում ենք հայտնվելու։ Սա դաս է եւս մեկ անգամ իշխանությանը։ Ես ասել եմ արճակատ sense ուղիղ, հիմա էլ եմ ասում, հին մի հատ դասական գործ կա, ասում է չաշխատեցիր ամռանը, ասա ինչն էր պատճառը։ Դե հիմա թռի վերի, քամին ծապտա դու բարի։ 18-ին կիսա թողեցի գործը։ Հիմա էլ ձեր դեմ է դուրս գալու ամեն ինչը։ Դուք եք տուժվելու առաջին հերթին եւ ձեր կիսա թողած գործերը լինելու է լավագույն դաս հետագա սերունդների համար, թե իշխանությունը, երբ որ ունի ամբողջապես եւ տոտալ ժողովրդի աջակցություն ու չի հետևում ժողովրդի պահանջին ու կանչին տունտունիկներ ախաղում, չգիտեմ ինչ էր անում, այսպես է լինում։ Եվ մենք հիմա ապրում ենք այդ ժամանակաշրջանում։ Անցնելու են տարիներ։ Մենք բոլորս ապրելու ենք։ Մենք հոկտեմբերի 27-ել ենք տեսել եւ ապրել, մարտի 1-ել ենք տեսել ու ապրել, չէ՞, պատմությունը մեր աչքի առաջ է գրվելու։ Այս ժամանակներն էլ ես հիմա չեմ համեմատում, Քավլիցի, բացարձակ չեմ համեմատում, բայց ուզում եմ ասեմ, այդ ցնցումների ժամանակաշրջանը մենք ապրել ենք, մենք հիշում ենք, մենք տեսել ենք, ու հիմա էլ նույն ձևաչափով նայելու են, ասելու են, արա սենց պիտի լիներ, սենց չարեցին, ինչու չարեցին եւ այլն։ Ինչևէ, լավ, մենք ուղիղ եթերում ենք Los Angeles R-Music Radio, մեզ լսում եք FM 107.5 HD3 հաճախականությամբ, մեզ դիտում եք տարբեր հարթակներում, լսում եք ոդքասթով, Facebook-ն է ուղիղ եթերում, YouTube-ն է ուղիղ եթերում, R-Music հավելվածն է, այսօր Նոր Հայաստան հեռուստաընկերության եթերում ենք անգամ այս ձևաչափով խոսելու, կարող եք զանգել եթեր, եթե ունեք ասելիք 747 3444 մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է, կարող եք կոմենտներ գրել, սիրով կընթերցեմ դրանք, այստեղ հեսա մի քանիսը բացեմ, տեսնեմ ինչեր է գրել, մնացածը հետո իդեպ հա, այստեղ բնականաբար մի քանի հարթակներում են կիսել, անպայման ասենք, որ ֆեյքերի գրոհ է։ Հիշում եք, որ մի քանի օր առաջ հրապարակվեց մի հատ թուղթ ֆեյքերով, որ պիտի գրոհ լինի, այսօր այդ գրոհը ֆաս հրամանը ստացել են։ Առավոտվանից իմ Facebook-յան էջերը, R-Music Radio-ի էջերը, մնացած պլատֆորմները ֆեյքոզավրների գրոհի տակ է, որ հիմար բաներ, անձնական վիրավորանքներ եւ այլն, այդ ավանակները անգամ չգիտեն, որ բացի այդ, որ դա օրինակ սպառնալիքներ են ուղարկել, այդ սպառնալիքները ոչ միայն քրեական տար պարունակող բան է, որ անպայման արձագանք է ունենալու։ Ես վերջի մեդիայի աշխատող եմ, էլի ես թույլ չեմ տա բաց սպառնալիք հնչի, ձեռներս ծալած նստեմ այդ։ Համապատասխան ատյաներին կգնա։ Եվ մյուսներ չեն հասկանում, որ դա նպաստում է ռեյտինգին։ Այսինքն որ դες բաներ են գրում, դա տարածվում է եւ այլն եւ ավելի շատ այսպես աջակցություն դեպի ինձ ա լինում, երբ որ
15-16 տարի իմ գործունեության ծանոթ մարդիկ օրինակ գրում են ծախված անգրագետ օրինակ ինձ, ասենք ում եմ ծախված եւ ինչով եմ ծախված եւ ոնց է դա ապացուցում, դա պիտի իմանանք, անգրագետն էլ մի քիչ մեծամիտ է հնչում, բայց կներեք, էլի գուցե դասականը ասում էր ես գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ, ես շատ բան չգիտեմ ես կյանքում, շատ բան չգիտեմ, շատ բան եմ ուզում իմանալ, սերտել, սովորել, բայց անգրագետ որակավորման հետ մի քիչ այդքան համաձայն չեմ, որովհետև վերջի-վերջո 3 բարձրագույն կրթություն ունեմ, որոնցից մեկը գոնե Միացյալ Նահանգներում է եւ միջազգային շատ լուրջ կազմակերպությունների հետ եմ աշխատում։ Գուցե Հայաստանում իմ գործառույթները չեն գնահատվել եւ ես Հայաստանում չեմ աշխատում որպես կանոն եւ Հայաստանի ատյանների հետ չեմ աշխատում, բայց միջազգային ատյանների հետ գոնե աշխատում եմ եւ ասենք լավ, Հայաստան չեն գնահատում, իրանք էլ հո ոնց որ ասած ինձնից էլ անգրագետ չեն, ինձնից խելոք են, չէ, որ որոշակի համագործակցություն լինում է դրա համար, Ժորժ ջան, երբ որ ինչ-որ մեկին ասում եք ապուշ անգրագետ, լավ կլինի մի հատ ձեզ նայեք, մի հատ ձեր ճանապարհը նայեք եւ այլն, չի կարելի։ Ովքեր իմ գործունեությանը ծանոթ են, ես 15 տարի մեդիայում եմ աշխատում, միշտ եմ ասել, պիտակավորումներից զերծ մնացեք, առողջ բանավեճի դաշտ եկեք, ունեք հարցեր, եկեք քննարկենք, եկեք խոսենք, եկեք հասկանանք, ինչու է այսպես դասավորվել, ոնց է տենց դասավորվել, չէ՞ մի հատ ավանակ, ասենք ավանակ, ինչ որ հիմար էջով Facebook-ի կգրի օրինակ, դավաճան, չգիտեմ ինչ, օքեյ, հետո ասենք ինչ անեմ, ոնց հակառակը ապացուցեմ, իմ գործունեությամբ, չէ՞, իմ գրքով, իմ, չգիտեմ, եթերներով, տեսանյութերով, Լոս Անջելեսում 10 եւ ավել տարի վավերապատումներ պատրաստելով, հայկական հարցի շուրջ պատումներով, բազմաթիվ երեկոներով եւ այլն, դրա համար ընկերներ, հիմա ես չեմ նստելու, ստե կյանքս պատմեմ։ Գնանք առաջ, լավ, կոմենտներ, վայ, ասում է Թամարա Սարդարյանը, բարի երեկո բոլորին, Անետ Պրոշկյան, ողջույն։ Որտեղից սկսեմ, ինքան կոմենտներ եք գրել, Աստված իմ։ Որտեղից սկսեմ։ Այ Ռաֆայել ջան, սրանք դաշնակների հետ միասին կոմիտաս են հոգեբուժարանում փակել ու դուրս չեն թողել։ Թումանյանի որդուն են ճեմարանից դուրս թողել վարձը չմուծելու համար այն դեպքում, որ Թումանյանը իր վերջին կոպեկը դրել է հայ որբերը փրկելուն, սրանք ավելի ահավոր բաների են ընդունակ։ Ամիր Բեկյան հարությունն է գրում, դե ինչ մեկնաբանեմ, գներ ես ուզում եմ միշտ լավատես լինել, բայց ես գիտեմ, որ սա պատվերով է, ես վստահ եմ, որ սա ռուսական քլիա օլիգարխիկ տարերի գործառույթներն են, ես վստահ եմ, որ սրա հետևում խոշոր խաղացողներ են կանգնած, ես վստահությունս ամրացնում եմ նաև նրանով, որ ռուսական մեդիայում վայնասում է, որ Սալավյով կոչվածը, Մարգարիտա Սիմանյան կոչվածը, Սիմեոն Բաղդասարովը եւ էլի շատ գործիչներ հայտարարում են իլուր Ռուսաստանի եւ պրոռուսական տարածքի, որտեղ որ հերարցակվում է, ասում են, որ հայկական իշխանությունները պատերազմ են հայտարարել եւ քանդում են հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Հիմա ոնց կարողանաս հակազդել այս ինֆորմացիոն պատերազմ, ոնց մտնես հավասար գոնե ուժերով այս ինֆորմացիոն պատերազմին, որ ասես մի րոպե, դուք մինիմում սուտ եք ասում, որովհետեւ ոչ ոք Հայաստանում այդքան խելքը չի թրցրել, որ 1700 տարվա արժեք հանդիսացող հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պատերազմ սկսի։ Տենց մարդ մեր պատմության ընթացքում գուցե եւ եղել այ մեծ շատ բան չգիտեմ, բայց չի կարող հաղթանակել։ Պատերազմ չի հայտարարված։ Հայտարարված է մի քանի հոգու դեմ արշավ, որը ընդունելի է, ասենք, մի քանի հոգու դեմ, ովքեր ըստ ապացույցների այն չեն, ում տեղը իրանց դրել են, կարճ ասած սենց։ Եվ դա բոլորովին ուրիշ է։ Եկեղեցու դեմ պայքարը բոլորովին ուրիշ է։ Եկեղեցու դեմ պայքարը, այ ես միշտ ասել եմ, ես հավատից շատ հեռու մարդ եմ։ Ես ինձ համարում եմ վստահ աթեիստ, բայց ես հարգում եմ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, գոնե
իր 1700 տարվա ժառանգության համար, գիր գրականության համար, իր արվեստի համար, այն վերածննդի համար, որ հայ ժողովրդին տվել է, որովհետև հայ ժողովուրդը ջախջախված, լիքը բաներ դատարկված է եղել եւ ինքը քրիստոնեության մեջ է գտե հոգեվոր հարստությունը եւ գոնե դրա համար ես շատ հարգում եմ այդ ինստիտուտը, ասել եմ որ եկեղեցի եմ գնում, որպես մշակույթ եմ դա դիտարկում եւ կարծում եմ հայ մարդու անբաժան մասն է հայ առաքելական եկեղեցին։ Միշտ ասեն ես դեմ եմ աղանդավորներին, չէ՞ որտեղ հիմա մոդա է, ահա մի բան ասի, ուրեմն չգիտեմ, ստեից ես ֆինանսավորումն են ձեր ֆինանսավորում աղանդավորներին եմ դեմ, պիտի հնարավորինս պահպանենք անաղարտ եկեղեցին, որպես մեր 1700 տարվա արժեք եւ այլն եւ այլն։ Բայց մարդիկ, ովքեր ներգրաված են այդ ամենի մեջ եւ նրանք են պղծում, ես այդ մարդկանց ճիշտ է, ես լծակ չունեմ որևէ բան անելու այդ մարդկանց, բայց ասում եմ, իրոք, իմ կարծիքով դա շատ վատ բան է։ Այդ լավ բան չի։ Երբ որ դու խաղում ես այդ կերպարը, քո ձեռքն են համբուրում, դու կուսակրոն ես, դու իրապես այդ կերպարն ես ստանձնում, բայց բարձրացնում դու թորներ ունես, կնիկ ունես կողից, բան, ինձ համար այդքան հաճելի բան չի դա։ Դրա համար եթե դա հերքվեր, սրիկա ավանակներ, ինչպես եք համարձակվում նման բան ասել, ես իմ կյանքը նվիրել եմ ժողովրդին եւ Քրիստոսին եւ այլն, ես շուր կգայի կասեի դո այ սրիկաներ, բա դուք չեք ամաչում այդ ազնիվ մարդուն վարկաբեկում եք, հա? Դուք չեք ամաչում գնացել, բայց չի ասվում տենց բան, հակառակը ոնց հասկանում ենք տենց է, ավրին ասեմ, արդեն անուն, ազգանուն, հասցե, այդ խեղճ որտեղ է աշխատում, սա հրապարակել են։ Դե սենց ոնց կլինի, բա սենց ապրել խեղ կատակության մեջ։ Մեկը մեկից այլանդակ եւ մեկը մեկից վարկաբեկող, չգիտեմ։ Ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ, Սարգիսն Ռաֆայել ջան, ես կուզեի մի հատ բան ասել, ճիշտն ասած ես դեր հաղորդումներից մեկի ժամանակ մի հատ հարց է ելի բարձրացրել, որ ես կարծում եմ, որ սրա տակը շատ մեծ, ավելի շատ մեծ բաներ կա։ Դե պարզ բան է։ Ինչա, ու սա իմ կարծիքով էսի կուսակրոնության հարցը չի։ Ինձի տենց է թվում դե ավելի ուրիշ բաներ կան։ Ճիշտ ասած գրառումների մեջ մի հատ էլ բան տեսա, որ եթե դրանք ճիշտ է, ուրեմն հենց էդի շատ ահավոր ավելի բան է, մեր հարված է մեր եկեղեցուն, ասենց ասած, հա, ուզում եմ ասել, որ երևի հենց եկեղեցիականները ամենամեծ հարվածն են հասցրել այդ քահանաները, եպիսկոպոսները, չգիտեմ, հոգևորականները ամենամեծ հարվածն են հասցրել ու հասցնում են մինչև հիմա հայ առաքելական եկեղեցուն ու ինձ թվում է որ դրա համար որ այդ բոլորը իրար հետ ինչ-որ միացել էին ու բոլորը իրար հետ նկատի ունեմ նաև նախկին նախագահները եւ եկեղեցին եւ տարբեր ինչ-որ sense ինստիտուտներ իմ մոտ շատ կասկածներ կա որ էսի ավելի ահավոր բաներ էր քան թե ինչ-որ այդ կուսակրոնության հարցը էլի որ մենակ կուսակրոնության հարցը լիներ ես կասեի դեպի ոչինչ չմետի ավելի լավ այդ կուսակրոնության օրենքը փոխեն քան թե այսքան պատմություն դառնա եկեղեցին հա Լավ, լսեցինք ձեզ, շնորհակալություն զանգի համար, շնորհակալություն ձեզ էլ լավ օր Ռաֆայել ջան, հաջողություն։ Ընկերներ, ինչ այսօր շատ ծանր օր էր, բառացիորեն, ողջ օրը բավականին թեր պայքարի մեջ, մի կողմից ֆեյքեր, մի կողմից հոսանքազրկում, մյուս կողմից ինտերնետ չկա, մյուս կողմից եթեր, լսենք ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այո։ Լսում ենք։ Բարև ձեզ։ Դուք հիմա եթերում եք, ներեցեք։ Այո, հենց հիմա եթերում ենք։ Ահա։ Ով է։ Ձեզ հետ խոսում է Մարինեն։ Այո, Մարինեն։ Ես շատ զարմացած եմ եւ ցավ եմ զգում, որովհետեւ ավելի շատ տեսնում եմ, որ միացել են այսպես ասած այդ սուրբ շարժմանը շատ դերասաններ, մտավորականներ, որոնք որ ընդհակառակը պետք է ժողովրդին գուցե բացատրեին, որ սա եկեղեցու դեմ չէ։ Չգիտես ինչի իրենք ավելի են հրահրում եւ ինչու՞ չէ մարդիկ կան, որոնք հավատում են այդ մարդկանց։ Երկիչներին, ինչու՞ չէ Նազելի Հովանեսյանը այնտեղ, Ռազմիկ Ամյանը։ Ես ուղղակի զարմանում եմ։ Լավ, իրենք իսկապես չեն հասկանում, չեն ուզում։ Միթե այս իշխանությունը այդքան ատելի է, որ կարելի է երկիրը կործանել միայն թե այս իշխանությունը հեռանա։
Փորձենք ամեն ինչ միայն իշխանությունը հեռանա, ո՞րն է ճիշտը, ինչ կարող ենք մենք անել, անընդհատ մենք փողոցում անշուշտ, երբեմն վիճում ենք, պայքարում ենք, ես ուղղակի զարմացած եմ եւ ցավով եմ նայում, որ մեր մտավորականներից շատ-շատերը ճիշտ ուղի չեն բռնել, նրանք պետության հիմքերը խարխլում են հենց հոգեվորականների հետ միասին, սա իմ կարծիքն է։ Լսեցինք ձեզ, շնորհակալություն կարծիքի համար, ձեզ լավ ձեզ։ Լոս Անջելես FM 107.5 զանգ ունենք, ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Hello։ Ընկերներ, որ զանգարում եք ռադիոյի ձայնը, անջատեք, որ չարձագանքի։ Դե ինչ, շարունակում ենք իրադարձությունների զարգացմանը հետևել, լրահոսը թարմացնում եմ, Միքայել Աճապահյանը քննչական կոմիտե ժամանեց, սկզբից երբ որ արդեն ԱԱՑ-ի ուժայինները, ասենք ասենք, հետ քաշվեցին, հասկացան, որ բախմանա տանելու, իդեպ էլի եմ ասում, սա ԱԱՑ-ի ձախողումներից մեկն էր հերթական անգամ, որովհետև տենց բերման չէին ենթարկում, կինոներ նայեք, կինոներ, բայց այդ մի կողմ դուրս եկավ Աջապահյանը, քայլեց մի փոքր, հետո մեքենայով ճանապարհ ընկավ դեպի քննչական կոմիտե, որտեղ, ինչպես գիտեք, նրան մի քանի մեղադրանքներ են առաջադրել, իսկ Հայաստան խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկտածությամբ անվստահության նախաձեռնությանը եւ հիշեցնեմ, որ Աջապահյանին հիմա էլ վարչապետի թեկնածու են որպես առաջարկում, իմպիչմենտի գործընթաց լինի, Փաշինյանին մերժեն, Աջապահյանը դառնա ժամանակավոր վարչապետ։ Հիմա էլ քղերապետությունը ոնց է լինում, ես չգիտեմ։ Գնանք առաջ, մի քանի կոմենտներ կարդամ։ Քնարիկ Բաբայան, բա Հռոմի Պապը ինչ փչացած է, ինչ այսքան աշխարհում պատերազմ ա լինում, մի հատ կոշ չարեց խաղաղության։ Դե հարգելի քնարիկ, դուք հետ եք մնացել շատ բաներից, որովհետև ինչ-ինչ, թե այս նորընտիր կաթողիկոսը Լեոն 14-րդը, թե Ֆրանցիսկոսը բազմիցս խոսել են եւ դուք ինֆորմացիային լիիրավ չեք տիրապետում։ 1000 անգամ ասեցին, ուրիշ բան ասողին լսող է պետք, բայց այն որ ասում եք մի հատ չասեցին, դուք միջազգային լրահոսից գոնե հետ եք մնացել, տենց չի։ Ապրե գիտակից կին Ռուզան Դանիելյանը նախորդ զանգին է ասում, դրանք ինչ մտավորական անուններ աստե գրած ընկերներ, անուններ ես չեմ ընթերցում զուտ, որովհետև շատերին ճանաչում եմ, ոմանց հետ շատ նորմալ գործնական, ոմանց հետ անգամ ընկերական հարաբերություններ ունեմ, ես երբեք չեմ մեղադրում մարդկանց, ովքեր այս կամ այն կողմ են զբաղեցնում։ Ես կարծում եմ, մենք ազատ երկրում ենք ապրում, փառք Աստծո դեռ մեզ մոտ քաղաքական գոնե այս շրջանում, հա, քաղաքական հայացքների համար մարդ չեն սպանել, տենց ժամանակ եղել է մեր իշխանության օրոք, հա, իշխանությունների օրոք, երբ որ հայացքների համար քեզ սպանել են, հալածել են, աշխատանքից են հանել, տուն ու տեղը տեն խլել ձեռիցդ, ստիպված ես եղել փախնել, եթե բախտդ բերել է։ Հիմա մենք ապրում ենք ազատ երկրում, որտեղ մարդ կարող է բացեբաց գնալ եւ կանգնել այս ինչ մարդու կողքը, այն ինչ կառույցի կողքը գնալ, այն ինչ միտինգին եւ այլն եւ այլն։ Դրա համար պայքարը դրա շուրջ է։ Նիկոլը ինչքան է քեզ վճարում, հարցնում է Հերի Ասատրյանը, ցավոք սրտի ոչ մի կոպեկ, հարգելի Հերի, հա, ցավոք սրտի ոչ մի կոպեկ, ընդհանրապես այն բոլոր մեղադրանքները, որ ասում են ինչքան են քեզ վճարում եւ այլն, եթե մեկն ու մեկը գտնվի այս լուսնի տակ, ով որ ասի, որ իմ գործունեության համար, իմ խոսելու, իմ թեմաների համար ինձ 10 դրամ փող տվե կամ ինչ որ մի X գումար ասի, ապա ես մեծ սիրով այդ մարդուն կհրավիրեմ եթեր ու տեսնեմ այդ երբ հատվել, որ մի կոպեկ չենք իմացել։ Իմ ամբողջ գործունեությունը եւ այն փառք Աստծո, ես բավական լավ վաստակում եմ, իմ հիմնական եկամուտները ոչ այս բնակավարից է, հա, ես վերջ-վերջո 13 տարի Լոս Անջելեսում ապրելով կարողացել եմ ինչ որ առումով ստեղծել ինչ որ մի բարձիկ, հա, անվտանգության, որովհետեւ Հայաստանից գումար ստանալը
Հայաստանում աշխատավարձ ստանալը համեն դեպս ես չեմ պատկերացնում ինչպես էր հնարավոր իրոք չեմ պատկերացնում դրա համար ելի եմ ասում որ ասում եք ինչքան է վճարում ցավոք սրտի ոչ մի կոպեկ լավ կլիներ վճարեին իդեպ թե այն կողմից վճարեին թե այն կողմից վճարեին ընտիր կլիներ որովհետև հիմա շատ մեծ գործերի մեջ եմ ճիշտ ասած հող եմ առե բան տուն եմ ուզում սարքեմ մեծ բան փողը երբեք շատ չի լինում դրա համար լավ կլիներ վճարեին կարճ ասած ուսամ հասկացաք իսկ եթե լուրջ ապա շատ լուրջ առաջարկներ եղել են ինձ, շատ լուրջ առաջարկներ, բայց ես որպես կանոն վաճառվածներին չեմ սիրում։ Ես սիրում եմ գաղափարի մարդկանց, ովքեր ունեն գաղափար, ունեն տեսակետ, ոչ թե երեք օրինակ, չգիտեմ, այս ճամբարից է, տենց մեկը կա YouTube-ներում խոսում է։ Երեք մի ճամբարից էր, այն օրը մի ճամբարից է, հետո պաշտոն ստացավ, հետո դարավան դիմախոզ, հետո ընդդիմության մեջ օգտագործվածներին չեն սիրում ոչ մի տեղ։ Ատե օգտագործեցին էլ բան շփրտեցին, հիմա դարել է YouTube-ի կակավ։ Այսինքն այդ լավ բան չի, հարգելի դենս, այդ լավ բան չի։ Դրա համար ես գաղափարակից մարդկանց եմ սիրում, ովքեր այ գիտեն, ես ազատ եւ անկախ Հայաստանի ջատագովն եմ։ Ես ուզում եմ իմ երկիրը լինի իր չափերով, իր հնարավորություններով։ Մենք ցավոք սրտի հզոր երկիր չենք, մենք շատ թույլ ենք, հա, այս միջազգային փոթորիկների մեջ, բայց ես հավատում եմ, որ իմ երկիրը կարող է իր ձևաչափով լինել ազատ եւ անկախ, հերու գողապետական տարերից, հերու այն մարդկանցից, ովքեր իմ երկիրը հասցրել են այսօրվան, հերու այն մարդկանցից, ովքեր բացի կրակելուց, սպանելուց ուրիշ բան չեն կարողացել անել, հերու են մարդկանց, ովքեր թալանելով հիմա դիզել են շատ մեծ հարստություններ եւ այդ անիցիալ փողերի ուժը օգտագործում են երկիրս քանդելու մեջ, ես այդ ուժերի դեմ եմ։ Ես որովհետեւ էլի դուրս եմ ապրել, ես տեսել եմ թե ինչ կալվածքներ ունեն, ինչ շենքեր ունեն, ինչ տարածքներ ունեն։ Ես շատ հաճախ Դուբայում եմ լինում էլի գործերով, ես գիտեմ ինչ ապարանքներ ու կալվածքներ ընդեղ ունեն եւ ես շատ լավ գիտեմ, որ դա ազնիվ եւ արդար քրտինքով հնարավոր չէ վաստակել։ Ես 15-16 տարեկանից աշխատում եմ, որից 13 տարին էլի եմ ասում Ամերիկայում։ Ես մի 2-3 անշարժույթ հազիվ եմ առել։ Հասկանում ես ու ոչ էլիտար շենքերում, ոչ ինչ որ բաներում։ Ես շատ լուրջ գործերի մեջ եմ եղել, ես հասկանում եմ, որ արդար քրտինքով, այո, կարող ես արժանապատիվ ապրել։ Արժանապատիվ կարող ես ապրել, բայց այն միջոցներ շենքեր կառուցել, չգիտեմ, գերշքեղ ավտոմեքենաներ ունենալ, բոլոր մայրաքաղաքների էլիտար թաղամասերում ունենալ ապարտմենտներ հարգերով, դա հնարավոր չի։ Ու ես գիտեմ, որ իմ ծնողը, իմ հարևանը, իմ շենքի բարեկամը, չգիտեմ, եւ այլն, որ ստանում է 2 կոպեկ թոշակ ու մտածում է կես կիլո գրեշկա առնի, թե կես կիլո բրինձ, որովհետեւ այդ մարդիկ տենց են ապրել։ Իմ երկիրը, որ այսօր համայնքական հիմնադրամն է ասֆալտապատում ինչ որ մի փողոցը, մենք որփի գլուխ ենք էլի, ով ոնց ուզում 2 կոպեկ տալիս է, որ բանը ջուր քաշեն, հայերը պիտի հավաքվեն, որ ինչ որ մի գյուղում ջուր քաշեն, այնինչ այդ գյուղում վաղուց արդեն պիտի ջուր լիներ, ճանապարհ լիներ, լույս լիներ եւ այլն։ Այդ մարդկանց շնորհիվ է եղել, բայց ոնց այդ մարդկանց աջակցեմ։ Շատ པարզ բան եմ ես ասում, իսկ այդ քֆուր քյաֆար գրողները, անիծողները, չգիտեմ ինչ գրողները, ինչ ուզում են թող անեն, դրանից չի փոխվելու իրականությունը, հասկանում ես, դրանից իրականությունը չի փոխվելու։ Այո, այսօրվա իշխանությունը շատ բաներում ձախողել է։ Չեմ ուզում ասել խափել է ժողովրդին, բայց տես մի բան, որովհետև 18 թվականի այդ ուժը եւ կորովը որ կար, ուրիշ նպատակների համար էր ծառայում, ուրիշ մարդկանց դեմ էր գործում եւ այլն եւ այլն։ Հիմա տես չի։ Հիմա տես չի աշխատում դա, մենք տեսնում ենք դա։ Բայց դա չի նշանակում, որ օքեյ, ես դժգոհ եմ, լիքը հարցերում, շատ հարցեր ունեմ։ Բայց չի նշանակում, որ օքեյ, դե որ տենց է, առաջ լավ էր կարգախոսը։ Առաջ բառը պիտի մոռանա հայ մարդ։ Առաջ, իդեպ մեր լեզվում միշտ ասում եմ, չէ՞, մեր լեզվում անցյալը առաջն է։ Առաջ լավ էր, առաջ, այնինչ առաջը միշտ ապագա պիտի լինի, ոչ թե անցյալ։ Շատ լուրջ լեզվա մտածողություն է, որ արմատացած է մեր մեջ։ Դրա համար ես վստահ եմ, որ նոր ուժեր կան, ես վստահ եմ նոր ուժեր գալու են, եւ ես իմ ամբողջ ուժով, իմ ամբողջ եռանդով, իմ ամբողջ աջակցությամբ, ինչ որ ես ունեմ, ես իհարկե աջակցելու եմ, անկասկած, ոչ ոք չկասկածի դրանում։ Հիմա ունեմ զանգ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Hello, այո։ Բարև ձեզ, Ռաֆայել ջան։ Բարև ձեզ։
զանգում եմ Լոս Անջելեսից, ճիշտ ասած այդ որ գրել էին ձեր համար, ես ուղղակի չդիմացա դրա համար զանգեցի, որ ինչ գումար են տալիս։ Գիտեք ինչի, որտեղ մարդը պիտի հասկանա ու լսի, որ երևի մի անգամ է ձեզ լսել այդ գրողը, որտեղ ես բազմիցս լսել եմ ձեր հաղորդաշարերը։ Դուք այնքան եք քննադատել եք եւ Փաշինյանին, եւ այն մյուս կողմին, այն մյուս դուք ինչպես ասում են, հավասար եք նայել, էլի պետք է եղել լավ էլ քննադատել եք, իմաստ չուներ էլի այդպիսի բան գրել։ Դուք այն մարդն եք, որ կարող եք Ամերիկայում շատ լավ ապրել, բիզնես էլ դնել, ամեն ինչ էլ, այսօրվա օրով ընդեղից փախել են եկել են այստեղ, բայց դուք ձեր այստեղի գործերը թողած գնացել եք եւ Հայաստանին օգուտ եք տալիս։ Ուղղակի մարդ պիտի գրելուց հասկանա ինչ ասում, էլի։ Մարդ պիտի հասկանալու համար։ Շնորհակալ եմ ձեր հաղորդումների համար։ Ես եմ շնորհակալ հարգելի։ Ձեզ լավ օր եմ մաղթում, լավ օր, լավ։ Ձեզ էլ շատ շնորհակալություն ձեզ։ Մի օր իմ ամբողջ աշակերտների էսսեներն ու շարադրություններն եմ հրապարակելու, իմ ուսանողների գործերն եմ հրապարակելու։ Հիմա էլ գուցե ռադիոլսողների մեջ, եթե կան իմ ուսանողների ծնողները, եթե կան զանգեք, եթե մարդիկ տարեր հայերեն երկու բառ իրար հետ կապել չէին կարողանում, տեսեք, երբ որ ավարտական երեկոներն էին կանում, ինչ մտքեր էին արտահայտում, ինչեր էին, բա հայապահպանությունը դա է։ Ոչ թե, տոմս ծախեմ վաների վրա, տանեմ ինչ որ Երևան տուր կազմակերպեմ, ձեռից փողերը հավաքեմ, ոչ մի բան չի եղել, ազնիվ եւ արդար հայանպաստ գործունեություն, ու ես այնքան ինձ բավարարված եմ զգում։ Երջանկությունը տեղ է։ Շատերը ասան, ատում են, չէ՞ մարդիկ երջանիկ մարդկանց։ Դժբախտ, կյանքում ոչ մի բանի չհասած, երջանկության համը չճաշակած։ Այն մեկն է ինձ մեղադրում էր բաների մեջ։ Ախ, եթե դուք իմանայիք, թե ես ինչ երջանիկ եմ իմ կնոջ հետ։ Ախ, եթե դուք իմանայիք, թե որքան մեծ է մեր սերը, դժբախտ արարածներ, որ կնոջ երես չեք տեսել, սիրած անձնավորության երես չեք տեսել, հանուն սիրո պայքարել չեք տեսել, հանուն սիրո զոհաբերվել չեք տեսել, այ անդիմա դդմիկներ։ Դուք ինչ պիտի իմանաք, սերը ինչ բան է, տղամարդկությունը ինչ բան է, կնոջ այդ գրկում նիրհելը ինչ բան է, այ հոգնածներ, դուք ինչ պիտի իմանաք։ Դրա համար ամեն մարդ մնա իր չափերի մեջ։ Ես էլ փորձում եմ զուսպ լինել, ուրիշ բառեր չասել եթերում, բայց որսս տխմարների բաներ եմ կարդում եմ, բան, էս ինչ ես, բան էս, այ հոգնածներ, լավ։ Ռաֆայել ջան, այսքան թույն կա այդ հայվանների։ Դե, այդ լավ չի, որ տենց բան կա։ Դե, իսկ այդ թույնը որտեղից եղավ։ Ասեմ, ինչի են այդքան կատաղած, այսպես կոչված այդ դդմիկները։ Դուք պատկերացրեք, անսահման լծակներից զրկված են այդ մարդիկ։ Անսահման, այն որ կարային մի հատ զանգով ոչնչացնեին մարդուն, հիմա չեն կարա դա անեն։ Այսինքն ոնց չխրտնես, ինչպես չթունավորվես, ինչպես չբարկանաս, ինչպես այտենց է, բայց հիշում եք սկզբ հեղափոխությունից հետո քանի մարդ մեռավ այդ համակարգից, բայց ինֆարկտ ստացան մարդիկ, Այսինքն դու որ ահեղ ամեն ինչ կարող ես, ինֆարկտ խփեց մեռան։ Բառացիորը շատ էր, ձեզ շատ հայտնի անուններ։ Հանկարծամահություն էլ ո՞նց է լինում։ Որտեվ չես կարա գիտակցել 30 տարի դու ցարի բոգն ես։ Դու ես որ զանգով հենց սրան մի հատ սենց արեք ու դա եղել է մի անգամից ու մեկը չի կարող անի։ Այդ ում զանգում է ինքն էլ չկա։ Ինֆարկտ խփավ մեռան։ Վեսյո։ Ռաֆայել ջան, հարգանքներիս հավաստիքը Արմինե Հովհաննիսյանն է ասում։ Շնորհակալություն։ Զանգերի տեղատարափ է, բայց լսեմ հետո։ Բարև ձեզ։ Լսում եմ ձեզ։ Ինչպես եք։ Լավ, հարգելիս, դուք ասեք։ Հարգելիս, նայ Ռաֆայել ջան, ես կին եմ, այդ տարիքով եմ, ինձ չի սազում երևի, որ խոսքեր կասեմ, շատ տգեղ բան լինելու երևալու, բայց պիտի ասեմ, գիտեք ինչն է, այդ ընդդիմադիրների երևի 95%-ը կներեք 1000 անգամ ներող, իմ կարծիքն է դա, այնքան են քաշել քթերը, այնքան են ուռել, այնքան են վատ բա խմել ու ինչ ասես արել, որ իրանց ուղեղը չորացած է, իրանք ուղեղ չունեն մտածեն, հայրենիքն ինչ է,
Երեխան ինչա, կինն ինչա, ընտանիքն ինչա, իրանք չեն կարող այդ ամեն ինչը, որտեվ իրանք կյանքը հետ ա եղել։ Շատ տգեղ ա հնչում, գիտեմ շատ վատ ձևով այս իմ կինը կնոջը չի սազում, բայց ես արդեն այս կետին ենք հասել, գիտեք ոնց է ժողովրդին ստեղել, սփյուռքում էլ բաների մեջ են պահում։ Մենք էլ ճար չունենք, չգիտենք ինչ կարող ենք անենք, ոնց անենք, որ ինչ-որ մի բան դզվի։ Ամբողջ ժողովրդին սխառնել են իրար։ Ինձ թվում է իրանք չորացած ուղեղներով մարդիկ են, որոնք մարդ էլ չես կարա իրանց ասես, սխալել է մարդ ասել, ինչ մարդ եմ դե մարդ չկա։ Բա դու նույնիսկ հայրենիքդ ամեն ինչից վեր է, դու չունենաս հայրենիք, դու ոչ մի բան ես։ Եվրեները իրանց ոչինչ չեղած տեղով հայրենիք սարքեցին ու իմ անգամ իրանց պրեմիեր մինիստր խոսում է ասում է ինչպես են կարողացել իրար հետ կա, իրար միավորվեն եւ ինչպես են ստեղծել, որ չունեն, գիտեք, իսկ մենք ունենք, մենք չենք կարող, բայց մենք էլ ենք մեղավոր երևի, չգիտեմ Ռաֆայել ջան, ինչ ասեմ, բայց իրոք ես այդ կարծիքին եմ եկել։ Այդ մարդիկ ուղեղ չունեն, դրանցից ոչինչ չեն կարող պահանջենք։ Լսեցի ձեզ, շնորհակալություն հարգելի զանգի համար, ձեզ լավ օր, լավ եղեք։ Ձեզ հաջողություն։ Ուղիղ եթեր, բարեկամներ, Los Angeles FM 107.5 HD3 Khar Music Radio, սա յոգա ուղեղի համար նախագիծն է, մենք 8 տարի շարունակ խոսում ենք ստեղծված իրավիճակների շուրջ, լրահոսի գլխագրերն ենք ընթերցում եւ միշտ եղել ենք հնարավորինս ազատ հարթակ, որտեղ կարող եք յուրաքանչյուրդ արտահայտվել։ Հանդիպում ենք հաշված դաթարից, հաշված վարքայինից հետո։ Յոգա ուղեղի համար Los Angeles-ի հայկական ամենալսելի թոք շոու։ Լսել, մտածել, գիտակցել ու հասկանալ։ Յոգա ուղեղի համար։ Ռաֆայել Մնացականյանի հեղինակային ծրագիրը ամեն ուրբաթ առավոտյան 8:08-ին։ Յոգա ուղեղի համար։ Եվ շարունակում ենք մեր քննարկումը, եւս մեկ անգամ ժամանակը գնում է, լրատվական թողարկումն է մոտենում, բայց ինչպես ասել ենք, այսօր հնարավորինս անկաշկան ժամանակի առումով չենք սահմանափակվելու։ Քանի ասելիք կա, քանի զանգեր կան, կոմենտներ կան, կզրուցենք։ Ես որևէ տեղ այսօր չեմ շտապում, հիմա հասկանանք կոմենտները լավն եմ ընթերցում, վատն եմ ընթերցում, ոնց որ հիմա տեսնենք ինչ է ասում։ Օրինակ Անայդ Պրոշիկյան ասում է. «Ձայնը տակ տեղից է դուրս գալիս։ Խոսելուց առաջ լավ մտածեք ինչ ում մասին եք խոսում։ Հայ երեխաներ կամ ծնվում են հայրենիքից դուրս, հայերեն խոսել չեն իմանում, ինչի մասն է խոսքը»։ Դե հիմա ես չգիտեմ, ես ինչ կապ ուներ մեր բանի հետ, բայց ու մեզ շատ է պետք տեսте ինձ լավ բան, ես չեմ կարծել, ես ինձ լավ բաներ եք ասում, շնորհակալ եմ, հիմա եկեք վատ բաներ տնանք, ինչեր են գրել, ինձ հետարքիր է միշտ էլի։ Վատ բաներ, ասում է, ապեր ես էլ քո պես կրթություն ունեմ, բան է ավելի, հերի ասա դրան, շատ ուրախ եմ, Ժորժ ջան, իսկ ինչի պիտի ուրախ չլինեմ, ես ինչքան կիրթ մարկանց տեսնեմ, այդքան ավելի լավ է, մեր հասարակությանը կիրթ մարդիկ են պետք, ողջ գիտակից կյանքը հանուն կրթության եմ պայքարել ու ապրել, ինչպես կարող եմ հանգարց ինչ-որ վատ վերաբերել, փառք ու պատիվ ձեզ, ինչ կա, դե վատ բան կա, նենց ագրե ապեր քոպես, նախ կրթություն ունեցող մարդը ապերով չի դիմում անձամբ մարդուն, բայց ոչինչ չէ, տենց է պատահում։ Դե նկատել եք, չէ՞, հաճախ այո, բարև ձեզ, դուքով սենց հանգիստ բան, մեկ ապեր, մապեր, բան խառնում են, էտա, սիգնալաշեն, Նիկոլը Քոչարյանը չի, որ վճարի, իսկ Ռաֆայելը իր պետության իր պետությունը պաշտպանել է ու գիտակից մարդիկ իրեն շատ լավ հարգում են սիրում են։ Թագուհի Ղազարյան, շնորհակալ եմ, հարգելի Թագուհի։ Էլի եմ ասում, ամեն անգամ երբ որ ինձ մեղադրում է ինչ-որ վճարելու մեջ, քանի կար Աննա Հակոբյանն էր վճարում, մի կոպեկ չի տվել, մի կոպեկ, այ մա տվեք էլի, հիմա վատ բան, Փաշինյանն է վճարում, հետո բանում էի աշխատում այդ պատանեկության ժամանակ էր էլի մի քանի հեռուստաընկերություններում մեկը հանրապետականներին էր հետո Վարգավաճ Հայաստանի հետ Կենտրոն TV-ի հետ գործառույթներ եղավ Երկիր մեդիայում եմ մոտ 8 ամիս աշխատել իմ Երկիր հաղորդումները գիտեք դաշնակներին է բան արա մի կոպեկ այսինքն չի եղել էլի հասկանում ես չի եղել դրա համար երբ որ լսում եմ ինչքան են վճարում բան այնքան մանավանդ գիտեմ ինչ փողեր է պտտվում Մենակ իմ չասեմ գոլեգաներից մեկին, բայց ծանոթ անձնավորությանը
շատ լուրջ փողեր առաջարկեցին եւ ինքը կուտը կերավ եւ հիմա աշխատում է, այդ աշխատել չի։ Դա աշխատանք չի, որտեղ աշխատանքը դա ազնիվ բան է։ Աշխատանքը դա ազնիվ բան է։ Դա ինչ-որ մի արդար գործառույթ է, որի դիմաց դու վարձատրվում ես։ Իսկ երբ որ դու Ես գիտեմ որ ինքը տենց մարդ չի, բայց երբ որ դու ինքը դավաճանում ես քեզ, դու գիտես որ դու վատ բան ես անում, դու թունավորում ես մարդկանց, դու քո պետության դեմ ես խոսում, որտեղ ցանկացած մարդ, ով որ ասում է առաջ լավ էր, այն մարդիկ ազնիվ էին, իրանք խաբեբա չէին, իրանք էս չէին, բան, ինքը գիտի, որ ինքը սուտ է ասում, ինքը գիտի որ երկիրը տանում է կործանման, այ եթե այդ մարդիկ ազնիվ լինեին ու ասեին որ ցավոք սրտի նախկինների արդյունքում եղավ էս ինչ որ եղավ։ Ուծե մի քիչ արդարության տար կլիներ։ Լավ, զանգ ունեմ, լսեմ հետո շարունակեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես զանգարում եմ Ամերիկայից։ Այո։ Ես քանի օր հետևում եմ այդ լուրերին ու այնքան զայրացած եմ, ինչպես երևի մեծամասնությունը, որ նախընտրում էի չզանգել, բայց այսօր շրջապը զանգեցի։ Ես ուզում եմ այդ անդիմադիրները օրինակ հարց տանք էլի իրանց ասենք ինչ եք ուզում եք խապված մնայք ուզում եք որ այդ ում ձեռքը որ տենց համբուրում եք որ տենց սրբազան եք համարում ինչ եք ուզում եք ինքը ինչ ուզենա անի ու դուք ասեք ոչինչ ուզում եք երեխաներ ունեցեք ուզում եք օրենքների մի հետևեք եկեղեցու ինչ ուզում եք արեք հա հետաքրքիր է իրանց այդ հարցը տանք Ինչի եթե ասենք գլխի երկրի ղեկավարը խափում է ձեզ, ուզում եք պայքարեք, հանեք, բայց ինչի եթե եկեղեցու գլխավորը ձեզ խափում է, դուք չեք ուզում պայքարեք դրա դեմ, չեք ուզում պահեք ձեր եկեղեցին ու այդ դարերի հավատքը սուրբ, եթե դուք ասում եք սուրբ չգիտեմ, եկեղեցի սուրբ տեղ է, մեր դարերի քրիստոնեությունը պետք է մաքուր պահենք, բայց ինչի չեք պայքարում դրա դեմ։ Եթե պղծում են։ Դե որովհետև հենց սուտը հենց այդտեղ է, որովհետև ազնիվ չեն այդ մարդիկ, ազնիվ չեն։ Իրանք կատարում են համապատասխան ֆունկցիա։ Հա, իրանք մեծամասնությունը այդտեղ որ հավաքված է, այդ մարդիկ են, ընդգրկված նաև այդ արվեստի մարդիկ, որ իրանք շատ կներեք ստախված մարդիկ էին այդ նախկինների կողմից, որ փողը տալիս էին, գալիս էին բերանները բացած երգում էին։ Հենց այդ մարդիկ են, որ վախենում են, որ իրանց իսկապես իրանց կարծիքը ասեն, որովհետև գիտեն, կարող է այսօր լինեն, վաղը չլինեն, իրանց մի րոպեում վերացնեն։ Դրա համար վախից գալիս են, այդտեղ հավաքվում են, ինչ ասում են, այդտեղ անում են։ Լսեցի ձեզ, շնորհակալ եմ կարծիքի համար հարգելիս, լավ օր ձեզ, լավ օր։ Ասելիք շատ կա, ռադիոլսողները եւս ուզում են կիսվել։ Ով է միացել, բարև ձեզ։ Ասելիք շատ կա։ Ռադիոյի ձայնը կանջատեք։ Բարև ձեզ։ Ես Սերգեյ անում ես, Նորթ Հոլիվուդից եմ դառնում։ Այո, պարոն Սերգեյ, լսում եմ ձեզ։ Խորհրդային միության ժամանակ մի լավ բան ունեին, որ քահանաների բանն այդքան առավելություն չէին տալի։ Եվ կարծում էին, որ հարյուրավոր դարերով խաբել են մարդ։ Հարգելի Սերգեյ, ընդհատվեց կապը։ Ուզում եք նորից փորձեք, ես հայ քեզ բան։ Այո։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Այո, լսում եմ ձեզ, բարև ձեզ։ Ինչպես եք, Ռաֆայել։ Փորձում ենք լավ լինել։ Ոնց է տրամադրությունը փչացնում են, հա, կաշառակերության մեջ է նայում։ Դե, ախր այնպես բանում գոնե մեղադրեն, որ մի քիչ, հա, էլի գոնե մի քիչ տեղ լինի խոսալու, թե չէ կաշառակ ես ուր, կաշառակ որ շատ ցավալի է։ Մի խոսքով լավ, ասեք ձեր տեսակետը։ Գիտեք, իմ տեսակետը, ասեք քոչարյանականներին այդպես կոչված էլի։ Մի հատ կոպիտ համատություն անեն, գիտեք, սկզբից մի հատ հետ գնանք, ոնց որ ժուրերով լսեցի Հունաստանում, հա, Հանգստանում է թե բուժվում է։ Ասում են գնացել է, չգիտեմ, հա։ Ալիբի է ապահովել, ուզես երևի ապահովի։ Կստեչի էլ է, կոստեչի, հիշում եք ինքը մի հատ հայտարարություն արեց մինչև այս շարժումը սրբազան կոչված։ Հələ մի 6 ամիս առաջ, որ այս դրությունը կարա ձևափոխի հայոց եկեղեցին։ Այո։ Թե ինքը հայոց եկեղեցին որտեղից սկսվեց։ Ես խոր կասկած ունեմ, որ Քոչարյանը ոչ թե
կողոպտիչա եւ այլ ինքը հաստատ ագենտ է, ոչ ռուսի։ Եթե ես կասկած ունեմ, որ Թուրքի, որտեղ իր արած ամեն ինչ Ղարաբաղին բանակցություններից դուրս թողել է եւ այլը վերում է այդ եզրակացության ինձ օրինակ։ Հետո մեր ժողովրդին մի բան էլի ասեք, համեմատեք էլի երկու պրեզիդենտ ինչ են արել երկրի համար, հասարակ ժողովրդի համար։ Ասենք կտրությունը էլի թրիքի եւ դրանց մեջ ինչը կտրեք։ Թրիքը լսես մի բանի տակ մի բան կտա։ Դրանցից ինչ է ստացել ժողովուրդը, ոչ մի բան։ Ափսոս որ ժողովրդի մեջ այդքան մասսա կա, դրանց կողմնակից։ Բայց այսօր որ այդ ամեն ինչը սկսվել է, էլ պետք է չնայեն սուրբ տաճար եւ այլ, դա ամեն ինչ պղծված է։ Անենց է պղծել, որ մարդիկ հավատից արդեն փախնում են, ոչ թե չեն հավատում, այլ փախնում են արդեն։ Նայելով ով է իրանց հավատի կանչողը։ Հասկացա։ Անառակը կուսության կոչեր անի էլի, սես բան։ Ես մի բան կասեմ, հիմա կանգնել չի կարելի, ես օրհասական բան ասենք, էլի։ Կամ սատանան պետք է երկիրը մեր ղեկավարի, կամ մենք պետք է սատանին վառենք փախնել հետա։ Ես կիսատ միջոց, չպետք է նայեն, հա ինչ են խոսում, այդ 500 հոգին 2 միլիոնի շուխուր է դրել, եթե սկսել են պետք է վարելով հետան պրծնեն։ Լսեցինք, հասկացանք, շնորհակալություն ձեզ զանգի համար, լավ որ ձեզ։ Լավ որ ձեզ։ Ձեզ։ Ճիշտ ասած, ԱԱՑ-ի այդ հետ քաշվելը, որ եղավ, կփաստեն այսօր մեր հերոսատեսությունում Նոր Հայաստանում արտակարգ դրությամբ աշխատում ենք, լույս չկա, գեներատորները սալյարկ են լծրած, այդ մի հատ վիճակ, հոսանքազրկված է երկիրը, ազատ անկախ Հայաստան, ինտերնետ չկար, հոսանք չկար, ամբողջ քաղաքը կատված էր, չեմ բացառում, որ գուցեև համաձայնեցված է եղել, բայց ինչև է։ Այդ վիճակի մեջ զրուցում ենք, լավ, ինչ է լինելու բան, ասեցի Ժորժ ջան, ԱԱՑ-ն հետ է գնալու։ Ընդ տղեկը, բան, ինչ ես խոսում, եկել են, հասել են ստե ուր հետ էթան։ Հետ է գնալու։ Ու սա այս որ հետ գնաց ԱԱՑ-ն։ Հետո որ Փաշինյանը գրեց Facebook-յան էջում, որ բախում չպիտի լինի, բան, այս հասկացա, որ վերջ։ Երկրորդ ալիք չի լինի էլ։ Ավելին ասեմ, քնչականի դիմաց հեսա որ հավաքվում են, սա տեսեք, հիմա քանիսն է, Երևանում 8:06 րոպե երեկոյան, Լոսում 9:06 առավոտյան գեներացնելու են այս քնչականի դիմացի ժողովրդին ցույցեր, փողոց, անհնազանդության ակցիաներ, սա կտեսնենք, էլի սկսելու է։ Այլի եմ ասում, ԱԱՑ-ն գիշերը ուղաթիռներով, շներով ու K9-ով, ոնց որ Լոս Անջելեսում է պիտի այն մարդկանց ուզում է բերման ենթարկի, պիտի բերման ենթարկի տեղաշորի մեջ տրուսիկ մայկով։ Միանգամից ոչ թե ընդդիմադիրները ավելի շուտ իմացան, որ ԱԱՑ-ն գնալու է, գնացին պաշտպանելու։ Էս ինչ ԱԱՑ է։ Դուք էս ինչ ԱԱՑ եք, որ ձեր մոտ արտահոսք կա։ Վերջացա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ողջույն։ Ռաֆայել ջան, մի քանի անգամ գրել եմ։ Այո։ Պատասխան չեմ ստացել բանը։ Ես ոնց կարող եմ այնց պերսոնալ կապնվել Տերենիկի հետ, կարամ համարս գրեմ ինձ զանգել, այդ ոնց կարող է կարել։ Ես եկեք սենց անեմ, ես ձեր համարը նշեմ, փոխանցեմ։ Հա։ Որոշ ինֆորմացիա ունեմ, էլի կարամ եթերում խոսալու համար ես պատրաստ չեմ, կարամ Տերենիկին ասեմ, կամ ձեզ ասեմ զանգահարեք, որոշ ինֆորմացիա կա, էլի ասում, կարող է պետք է։ Հասկացա, ես հիմա ձեր համարը իմ մոտ պահում եմ, ահա։ Ես կփոխանցեմ Տերենիկին, մնացածը արդեն ըստ վիճակի։ Հա։ Ինձ թվում է կարող է պետք է, ձեզ։ Հասկացա, շնորհակալ ենք։ Լավ, ձեզ լավ որ ձեզ։ Ու սենց շարունակ, ու այսպես շարունակ։ Ընդհանրապես, գիտեք ինչն է հետաքրքիր այս պատմության մեջ, նայեք։ Խոսում ենք իշխանամետ, ընդդիմադիր, հոգևոր եւ այլն։ Ես չեմ մեղադրում մարդկանց, ովքեր օրինակ դուրս են եկել պայքարի։
ես իրավունք չունեմ, էլի, եթե ես մեղադրեմ, կստացվի այդտեղ ինչ-որ բանա, ոնց են ասում, երկակի ստանդարտներ է, էլի, ես ազատ երկրի կողմնակից եմ։ Որտեղ ես Ամերիկայի քաղաքացի եմ, ես գիտեմ խոսքի ազատության գինը, ու ինչպես ասում էր Աբրահամ Լինկոլնը, ինչ որ դուք ասում եք հիմա իմ մասին, ես ուզում եմ ձեզ խեղդել, բայց ես պատրաստ եմ մեռնել հանուն նրա, որ դուք այդ ամենը ասելու իրավունքը ունենաք։ Հիմա դու մի հատ դուսար այդ ընդդիմա դատմիկների մոտ այդ նախադասությունը ասա, այսքան աշկերով կնայեն, չեն հասկանա այդ ինչ ասեցիր, բայց 1800-ականներին Աբրահամ Լինկոլնը տենց բան ասե, այն ինչ որ դուք ասում եք իմ հասցեին, ես ուզում եմ ձեզ խեղդել դրա համար, բայց ես պատրաստ եմ մեռնել հանուն այդ ամենը ասելու ձեր իրավունքի։ Անտեր երկիր, վայրենի երկիր, այդ որտեղից է հասկանա այս ժողովուրդը։ Մարդիկ մի խոսքով, լավ։ Հիմա այս միտքը ավարտեմ ու վերջ, այսօրվա մեր քննարկումը։ Ավարտենք մեր քննարկումը։ Մարդիկ ովքեր աջակցում են ընդդիմությանը, ընդդիմադատմիկներին չէ, այդ ուրիշ բան է, ընդդիմությանը։ Okay, նորմալ է։ Մարդիկ աշխատում են, իրանց օրոք լավ են ապրել գուցե, որոշ լծակներից են օգտվել, գուցե եւ տուն-տեղ ունեն, այսինքն, okay, հիմա ինչ որ բանից զրկվել են, դուս են եկե պայքարելու հասկանալի է։ Վերջ-վերջը նախարարներ կան նախքին, նախարարի ընտանիքներ կան, վարորդներ, տուն-ուտեղ որ հավաքում ես էլի մի 10-15-20 հազար հոգի կարող է ամբողջ Հայաստանով կանգնի, ինչը նորմալ է։ Մարդիկ 20 տարի իշխանության են եղել, մի 20,000 հոգի կողքը չլինի, բայց այդքան էլ չի, բայց մենք ասա մի 10,000-ը մենք տանք։ Բայց ես չեմ հասկանա երբեք այն մարդկանց, ովքեր իրանց օրոք ապրել են վատ, զրկանքների մեջ, տառապանքների մեջ, ոմանք փախել են Հայաստանից ու հիմա Լոսից, Փարիզից, չգիտեմ որտեղից, ասում են, ես օրինակ Քոչարյանական եմ, Սերժական եմ կամ ինչական եմ։ Ես ճանաչում եմ այդ մարդկանց։ Ես այդ մարդկանց ճանաչում եմ։ Մի րոպե, այս 10 անգամ զանգում են, 1000 անգամ։ Ես չեմ հասկանա այդ մարդկանց, ովքեր այդ ամեն ինչի մեջով անցնելով հիմա աջակից են դարել։ Ես Լոս Անջելեսում մարդկանց եմ ճանաչում, ովքեր Քոչարյանի օրոք երկրից փախել են։ Տուն ու տեղը նվիրելով փախել են։ Այսօր իրանց երեխեն փողը աշխատում, ուղարկում է օգնություն։ Ես դա չեմ կարող հասկանալ։ Ես ճանաչում եմ այստեղ մարդկանց, ովքեր շատ ծանր պայմաններում Գյումրիում են ապրել, վատ պայմաններում եւ այլն, հիմա այստեղ եկել են քիչ թե շատ գործի, տուն ու տեղ, հերը շատ վատ կյանքով ապրել, դժվար հանապազորը հացա հավաքը իր բանա, վաստակել, բերելա տուն իր փառք ու պատիվ, ոնց կարացել է իր ընտանիքը պայլա, այսօր Մոլի Քոչարյանական են։ Ասենք եղբայր, ինչ դու վատ ապրել ես։ Հիմա եկել ես մտել ես մեծ կյանք։ Հիմա աշխատում ես համակարգում, տուն ու տեղ ես առել, ռեմոնտ ես անում եւ այլն, ինչ բան։ Ու տես լիքը մարդիկ կան, ճանաչում եմ ես այդպես մարդկանց։ Ես գուցե շատ բան չեմ հասկանում այս կյանքում, բայց բաներ կան, որ մանավանդ դրսում էլի ապրելով։ Ես մարդ գիտեմ մարտի 1-ից կուրսեցի սա էլի, ուրիշ մարդ չի անունը չտամ։ Մարտի 1-ի դեպքերից փախան իր աղբորը տվին սպանին փակ շուկայի դիմաց։ Այսօր ակտիվ բան է, ընդդիմադիր է։ Okay, հիմա նորմալ է սա։ Այսքանը բարեկամներ այսօրվա համար, շնորհակալություն ուշադրության համար, բոլորիդ մաղթում եմ լավ օր, մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացմանը, մեր ամբողջ թիմով, հիմա քննչական կոմիտեի արչև դեպքեր են զարգանում, եթե անկարծ ինչ-որ մի հրատաբան լինի ասելու, ներկայացնելու անպայման դա կմտնենք եթեր կասենք, կներկայացնենք, շատ ուշադրություն մի դարձրեք ֆեյքերին, շատ ուշադրություն մի դարձրեք մարդկանց, ովքեր իրապես ծառայում են այս համակարգին Facebook-ում ստեղծված է այդ մթնոլորտը։ Ես որպես մեդիայի փորձագետ ես ասում եմ, Facebook-ում ստեղծված է այդ նեգատիվ մթնոլորտը։ Կան հատուկ ուժեր, ֆեյքեր, բոթեր, տարբեր ձևի աստիճանի
պրոֆիլներ, ովքեր ստեղծում են այդ մթնոլորտը, գիժա, հիվանդա, դեղերը չի խմե, թուրքի ագենտա, մասոնա, չգիտեմ ինչա եւ այլն, հասկանում ես, այդ ամեն ինչը ստեղծվում է շատ հատուկ ինստիտուտների կողմից։ Դա ամբողջ աշխարհում է։ Երբ որ համալսարանում էինք սովորում, ես շատ պարզ ձևով բացատրում էին, թե ինչպես է այդ ամենը լինում եւ ինչպես է պետք դրա դեմ պայքարել։ Դրա դեմ պայքարելու միակ միջոցը հետեւյալն է. սոցցանցերում քաղաքական կարծիք չեն կազմում, որովհետեւ սոցցանցերում համապատասխան փողեր ներդնելու արդյունքում կարելի է մեկին սևացնել եւ մեկին սպիտակացնել։ Եվ դա ամբողջ աշխարհում է այդպես։ Տրամպը դրա համար գժվեց, տես Ցուկերբերգը ինչ արեց, իրան բռնեց Facebook-ից անջատեց։ Մարդը միլիոնատեր մարդը բռնեց բացեց իր սոցիալական հարթակը, որը կոչվում է truth, ճշմարտություն։ Եվ հիմա անտեղ է մանանում։ Այսինքն հիմա ճիշտ է, մենք այդ աստիճան միջոցներ չունենք, որ Facebook-ը փակենք, մեր Facebook-ը բացենք, բայց իմացեք, որ կոմենտներում, բաներում միշտ հավաքվում են այդ ծառաները եւ սկսում են կարծիք կազմել։ Ինչ եմ անում ես։ Հիմա ցույց եմ տալի։ Ինչ եմ անում ես։ Ցանկացած գրառում, մտնում եմ մեջը։ Ռաֆայել Նասականյանը ջը մտա։ Ցանկացած գրառում, մտնում եմ այս լայքերի էջը եւ նշում եմ այս կարմիր այս կատաղած սմայլիկ դնողներին, այս սրանց։ Ահա։ Ովքեր որ կատաղած սմայլիկ են դրել, 34 հոգի։ Այս չաղ եւ բախտավոր սմայլիկներ, ովքեր կատաղած են։ Եվ բոլորի էջերը նայում եմ։ Թիլի միլի, ալիկ մալիկ, ինչ որ տենց անունով օկտատերեր են բաներում, հիմնականում։ Եվ բլոկում եմ։ Եվ ուղղակի բլոկում եմ։ Всё։ Մտնում եմ էջերը նայում եմ, տեսնում որ նկար չունեն, այս չունեն, այն չունեն, այն չունեն, եւ բլոկում եմ։ Վերջացավ գնաց։ Հանգիստ ապրում եմ, որովհետեւ Facebook-ը դա հաղորդակցության տեղ է, այլ ոչ թե մարդկանց ուղեղը լվանալու։ Թեպետ սաղ աշխարհում էլ նույն բանն է։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, շնորհակալ ենք մեր գործընկերներին, ովքեր մեզ հետ են, մեր կողքին են, իհարկե գլխավոր հովանավորը Sevan Meat Market-ը եւ Sevan Meat and Fish Market-ը, երկար ժամանակ արդեն մեր վստահելի գործընկերն է, առաջատարը իր տեսակով 25 տարի շուկայում, եթե մսամթերք եւ ծովամթերք, ապա միմիայն մեկ անուն Sevan 1037 East Broadway, 1315 East Colorado Street, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Level ռեստորան եւ lounge-ը Glendale-ում, դա հրաշալի վայր է լավ ժամանցի, գործական հանդիպումների եւ լանչի համար, սա իրապես լավ փաթյոյով տարածք է բացօթյա, որտեղ կարող եք վայելել ձեր օրը, երեկոն, օգտվել մեր հարուստ մենյուի տեսականուց, այնպես մծխելը արգելված չէ, հուկայի տեսականի ունենք, ալկոհոլի լայն տեսականի, 20% զեղչափի hours-ի շրջանակներում, շաբաթ օրերն է կարաոկեի ժամ, աշխատում ենք մինչև ուշ գիշեր, Level ռեստորան եւ lounge այցելեք։ Համեղ թեմայի դասականները, Vivaldi Catering ծառայությունը, իհարկե Vivaldi նորացված մենյուով արդեն քանիցս մեր եթերում ենք ներկայացրել ենք, բայց ինչ էլ ասենք, միշտ համեղ եւ ախորժելի սննդի մասին ասել է քիչ է, խոսել է քիչ է, այնպես որ եթե ունեք հյուրեր, խնջույք է, ինչ հյուրասիրել, ինչ անել, ոնց անել, զանգ արեք Vivaldi Venues and Catering 707 771 7771 ամեն ինչը կազմակերպեն թարմացած մենյուից կարող եք օգտվել $150 փակեջներ ունեն, $300 փակեջներ ունեն, kids մենյու ունեն, մի խոսքով ամեն ինչը թարմ եւ ախորժելի Vivaldi, շնորհակալություն որ մեզ հետ եք։ Lemonlo Boulevard իրավաբանական գրասենյակը իր հմուտ թիմով եւս մեր կողքին է, եթե ունեք մեքենա, լիսարած եւ հոգնել եք dealership գնալուց, ինչ որ խնդիրներ է տալիս, չի աշխատում, սա չի աշխատում, նա մի խոսքով մեքենան դարձել է գլխացավանք, վստահեք մեր իրավաբաններին, ովքեր կպաշտպանեն ձեր իրավունքները, 818 319 3194 Lemonlo Boulevard միշտ ձեր կողքին։ Հաղորդման վստահելի գործընկերն է նաև LA Smart Blinds ընկերությունը, 1808 Victory Boulevard հասցեում իր շոուրումն է, որտեղ ամբողջական տեսականին է ներկայացված, զիբրաներ, vertical blind-ներ, փրկոլապատիոներ, վարակույրներ, Roman shade-եր, մի խոսքով ամեն ինչ։ LA Smart Blinds մեղադրողների համար հատուկ զեղչեր են գործում, այցելեք 1808 Victory Boulevard կամ զանգահարեք 818 281 81 36
Եվ իհարկե Little Paris բուտիկը 44 տարի համայնքում, աստված իմ 44 տարի Little Paris-ը ներկայացնում է որակյալը, մանավանդ որ Hugo Boss-ի պաշտոնական ներկայացուցիչն է, արդեն ստացել ենք ամառային Hugo Boss-ի ամբողջական հավաքածուն, այնպես որ գնումների համար այցելեք 13 521 Sherman Way Little Paris հայ ընտանիքների լավագույն առևտրի կենտրոն։ Այսքանը, շնորհակալություն բոլորին, խաղաղություն մեր երկրին, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Յոգա ուղեղի համար Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու Լսել, մտածել, գիտակցել ու հասկանալ Յոգա ուղեղի համար Ռաֆայել Մնացականյանի հեղինակային ծրագիրը ամեն ուրբաթ առավոտյան 8:08-ին Յոգա ուղեղի համար